Մարդու իրավունքների պաշտպանության նոր ռազմավարությունը կմշակվի կառավարության ընդունած նոր որոշման համաձայն։ Նախատեսված է ռազմավարական փաստաթղթեր մշակելու ամբողջ շրջափուլը, համաձայն որի վարչապետի որոշմամբ փոխվարչապետերի ղեկավարությամբ նախատեսվելու են յուրաքանչյուր ռազմավարության համար ստեղծվող աշխատանքային խմբերը, որոնք որ կնախագծեն ռազմավարությունը, կիրականացնեն դրա մշակման գործընթացը։ Սա արդարադատության փոխնախարարի խոսքով ավելի արդյունավետ եւ միատեսակ կդարձնի ռազմավարությունների պլանավորումն ու հնարավորություն կտա սահմանել ճիշտ արդյունքային ցուցանիշներ։ Նրա գնահատմամբ քաղաքացու համար ավելի պարզ կդառնա ինչպես է գործադիրն իրականացնում եւ մշտադիտարկում։ Կառավարության քաղաքականությունը այն ուղղությամբ է տարվում, որ կարողանան կոնսոլիդացնել եղած ռազմավարությունները եւ դրանք առավել հասցեական դարձնել։ Նույն ինքը ոլորտային տարբեր ռազմավարությունների միացմամբ հնարավորություն ունենանք ավելի հասցեական անդրադառնալ այն բոլոր խնդիրներին, որոնք որ կան եւ մեկ օրինակ հովանոցային փաստաթղթի ներքո ունենանք ռազմավարական պլանավորման միատեսակ մոտեցում բոլոր ուղղությունների համար։ Հայաստանում ներդրվելու են խոշտանգման զոհ դարձած անձանց աջակցության տրամադրման նոր կառուցակարգեր։ Նախատեսվում է այդ անձանց ցուցաբերել հոգեբանական աջակցություն։ Փոխնախարարը անդրադառնում է գործողությունների ծրագրին, որի ժամկետը այս տարի է լրանում։ Խոշտանգումների դեմ պայքարն ու կանխարգելումը մարդու իրավունքների պաշտպանության, ազգային ռազմավարության եւ դրանից բխող գործողությունների ծրագրի կարևոր ուղղություններից են։ Օրենսդրական բարելավումներ, երկրորդ մասում իրազեկվածության բարձրացման ուղղված գործողություններ եւ երրորդը արդեն պրակտիկ գործողություններ, որոնք որ միտված են օրինակ այս ոլորտում պրակտիկ գործունեության խթանմանը։ Եթե օրինակով ներկայացնեմ, օրինակ խտրականության դեմ պայքարի, ատելության խոսքի դեմ պայքարի քննության ուղեցույցներ ենք մշակել, որոնք հնարավորություն են տվել իրապահ համակարգի մարմիններին առավել արդյունավետ իրականացնել հենց խտրականության, ատելության խոսքի, ինչպես նաեւ ատելության հիմքով հանցագործությունների քննությունը։ Օրենսդրական կարգավորումներից փոխնախարարն առանձնացնում է կառավարությունում քննարկվող նախագիծը, ըստ որի պետ-թուրքի գծով ազատման տեսքով նախատեսվել է արտոնություն դատական այն հայցերի համար, որոնք ենթադրում են ոչ նյութական վնասի հատուցում բոլոր այն դեպքերում, երբ խախտվել են մարդու հիմնարար իրավունքները։ Կարապետյանն ընդգծում է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված տեսահոլովակների, իրազեկվածության բարձրացմանն ուղղված այլ միջոցառումների դերը։ Քրեակատարական գրեթե բոլոր հիմնարկներում պաստառներ ենք տեղադրել, որոնք վերաբերում են խոշտանգման արգելքին։ Երկրորդ մասով արդեն հանրության համար խոշտանգման զոհերի եւ հասանելի ծառայությունների մասին ենք խոսել, ում պետք է դիմել, ինչպես պետք է դիմել եւ կոչ ենք արել հանրությանը երբեք չհամբերել եւ չհանդուրժել խոշտանգման ցանկացած դրսեւորում եւ անպայման դիմել իրապահ համակարգին։ 2026-ի նոր ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը կարձագանքեն եւ իրատեսական մոտեցում կցուցաբերեն մարդու իրավունքներին վերաբերող ակտուալ զգայուն խնդիրներին։ Նոր փաստաթուղթը եւս կշեշտադրի խտրականության, խոշտանգումների դեմ պայքարն ու իրավահավասարության խնդիրները։ Ունենք նոր ուղղություններ, որոնք որ ի հայտ են եկել այս նոր տեխնոլոգիական զարգացման առաջընթացին զուգահեռ, օրինակ արհեստական բանականության օգտագործում մարդու իրավունքների ոլորտում։ Մենք նաև հնարավորություն ունեցանք պատերազմից հետո եւս մեկ գլուխ ավելացնելու, որոնք վերաբերում էին տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը եւ կարծում որ սա եւս մեկը կլինի այն առաջնահերթություններից, որոնք նոր ռազմավարությամբ մենք կկարողանանք հասցեագրել։ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ ամրագրված գաղափարներն ու գործողությունների ծրագիրը պետության համար ուղենշային է համարում մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը։ 23-25 թվականներին ունեցանք էական արդյունքներ։ Օրինակ շատ էր խոսվում եւ զինված ուժերում, եւ քրեակատարողական հիմնարկներում, եւ հոգեբուժական հաստատություններում անանուն մեխանիզմ բողոքների մեխանիզմ ներդնելու մասին, կարող ենք ասել, որ մասնակի իրականացվել այս գաղափարը, շատ կարևոր է, որպեսզի նոր մշակվելիք մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը ոչ միայն կարողանա լուծել այն խնդիրները, որոնք դեռևս լուծման փուլում են գտնվում, այսինքն հասնենք վերջնական արդյունքի, այլ նաև նորարարական մոտեցումներ ցուցաբերվեն։ Նոր փաստաթղթի մշակմանը կնախորդի պետական մարմինների համակարգմամբ հասարակական կազմակերպությունների մասնագիտական խմբերի հետ քննարկումները, վերհանելու մարդու իրավունքների ոլորտին առնչվող խնդիրները, որոնք 2019-ից ի վեր հասցեական եւ ինստիտուցիոնալ լուծումներ չեն ստացել։ Մայա Խաչատրյան, Էդգար Դավթյան, լուրեր։